Սա ծածկոցի տակ դասընթացի երկրորդ դասն է։ Ծածկոցի տակ լինելը նշանակում է լինել ամենակարող Աստծո շուքի, պաշտպանության ներքո։ Եկեք սկսենք այս դասը։ Հրաշալի է, որ կրկին այստեղ եք Ջասթին, Էբի, Քենի և Սարա։ Այնքան հրաշալի է, որ այստեղ եք։ Դուք զարմանալի եք։ Եկեք սկսենք հոգեբանի և այցելուի խաղով։ Պատկերացրեք, որ պառկած եք բազմոցին։ Ես հոգեբանն եմ, իմ ձեռքում դեղին նոտատետր է։ Ես մի բառ կասեմ, իսկ դուք լսելուն պես առաջինը ասեք այն, ինչ կանցնի ձեր մտքով։ Ուզում եմ, որ արագ պատասխանեք և ազնիվ լինեք։ Ահա այդ բառը, պատրաստ եք, մեղք։ Ագահություն։ Ագահություն, լավ։ Սուտ։ Սուտ։ Նախանձ։ Նախանձ։ Սեռական մեղք։ Սեռական մեղք, լավ։ Սովորաբար մարդիկ հենց սա են մտածում լսելով մեղք բառը։ Բայց կարող եմ ասել հետևյալը. Ադամը անկողին չմտավ մարմնավաճառի հետ Եդեմի պարտեզում։ Ինչ նա արեց։ Նա պարզապես անհնազանդ եղավ Աստծո պատվերին։ Դուք հետևում եք ինձ։ Այսօր երբ լսում ենք նա մեղքի մեջ ընկավ, ինչ է անմիջապես անցնում ձեր մտքով։ Օրինակ հովիվը սեռական կապի մեջ է իր քարտուղարուհու հետ։ Մենք մտածում ենք սեռական մեղքի մասին։ Սովորաբար մենք այսպես ենք մտածում։ Ինչն է պատճառը, քանի որ մենք չենք հասկանում մեղքի հիմքային սահմանումը։ Թույլ տվեք այլ օրինակ բերել։ Երբ 7 տարեկան էի, իմ ավագ քույրը, ի դեպ ես միակ տղան եմ 6 երեխաներից։ Իմ ավագ քույրը այդ ժամանակ 14 տարեկան էր։ Ես նկատեցի, որ նա հաճախ էր բժշկի գնում։ Մի օր հարցրի մորս այդ մասին, եւ նա ասաց. «Քո քույրը հիվանդ է»։ Իմ 7 տարեկան մտածելակերպի համար հիվանդ լինելը նշանակում էր հազալ, փռշտալ, ունենալ 37 աստիճանից բարձր ջերմություն կամ փորացավ, փսխում կամ էլ փորլուծություն։ Դա էր հիվանդ լինելը։ Դա է հիվանդ լինելը 7 տարեկանի համար։ Ես մտածում էի, քույրս չի հազում, նա չի փռշտում, չի փսխում, բայց նա հաճախ է բժշկի գնում։ Ես չէի հասկանում, թե ինչու էր իմ քույրը հիվանդ։ Ամիսներ անց մի օր ինձ կանչեցին երկրորդ դասարանի դասասենյակից և մեքենայով տուն տարան։ Մեր հյուրասենյակում կաթոլիկ քահանա էր նստած։ Եվ քահանան ասաց ինձ. «Ջոնի, քո քույր Քեթին մահացել է»։ Աստված իմ։ Հանկարծ ես հասկացա, որ չգիտեի, թե ինչ էր հիվանդ լինելը։ Ավելի ուշ հասկացա, որ դա նշանակում է թույլ առողջություն ունենալ։ Սա տեղի է ունենում նաև եկեղեցում։ Մարդիկ չեն հասկանում մեղքի հիմքային սահմանումը և հիմքային գաղափարը մեղքի մասին։ Կարդանք առաջին Հովհաննեսի 3:4-ը։ Հովհաննեսն ասում է հետևյալը. մեղքն անօրինություն է։ Ջասթին, շնությունը մեղք է, ճիշտ է։ Ագահությունը մեղք է, ճիշտ է։ Ինչ էիր դու ասել, նախանձը մեղք է։ Այնպես չէ, որ այն ինչ դուք ասացիք մեղք չէ, դրանք մեղքեր են։ Բայց գրված չէ անօրինությունը մեղք է, գրված է մեղքն անօրինություն է։ Անօրինությունը հունարենում անոմիա բառն է։ Վայնը, որը հունարեն նոր կտակարանի բառերի մասնագետ է, այսպես է սահմանում այն։ Իր մեկնության մեջ նա գրում է. այս խոսքը ցույց է տալիս մեղք բառի իրական իմաստը։ Մեղքի այս սահմանումը ներկայացնում է դրա էական բնույթը, Աստծո օրենքը կամ կամքը մերժելը և այն սեփական կամքով փոխարինելը։ Պարզ ասած, մեղքը անհնազանդություն է Աստծո իշխանությանը։ Սա ճշտորեն համապատասխանում է Ադամի արարքին պարտեզում։ Նա որոշեց անել այն, ինչ Աստված պատվիրել էր չանել։ Այսպիսով, մեղքի հիմքային սահմանումն է անհնազանդություն Աստծո իշխանությանը։ Ես ցույց կտամ սա, Հիսուսն ապացուցում է սա մի առակում, այն զարմանալի է, ահա թե ինչ է նա ասում, գրված է Ղուկասի 14-րդ գլխում, և երբ որ սեղան նստողներից մեկն այս բաները լսեց, նրան ասաց. «Երանի նրան, որ Աստծո արքայությունում հաց կուտի»։ Հիսուսն օգտագործեց այս հնարավորությունը, որպեսզի խոսեր նրա հետ գառան հարսանիքի ընթրիքի մասին։ 3 օր առաջ ես կարդում էի Հայտնության 19-րդ գլուխը, որում գրված է. «Երանելի են գառան հարսանիքի ընթրիքին կանչվածները»։ Հիսուսը պատասխանեց. «Մի մարդ մեծ ընթրիք արեց»։ Սա գառան հարսանիքի ընթրիքն է և շատերին հրավիրեց։ Եվ ընթրիքի ժամանակ իր ծառային ուղարկեց։ Մենք գիտենք այս առակի ժամանակահատվածը, Պողոս կամ Պետրոս առաքյալների օրերը չեն, սա ընթրիքի ժամանակն է։ Խոսքը Հիսուսի վերադարձին նախորդող օրերի մասին է։ Այսինքն, մեր օրերի։ Հիսուսն իրականում խոսում է մեր օրերի մասին։ Իր ծառային ուղարկեց, որ հրավիրվածներին ասի. «Եկեք, սրանք Տիրոջ խոսքերն են, որովհետև արդեն ամենը պատրաստ է»։ Կարդանք հաջորդ խոսքը։ Եվ նրանք ամենը սկսեցին մեկ-մեկ ետ քաշվել։
Առաջինն ասաց, այսօր թեժ երեկույթ է լինելու, որտեղ բոլորը տեկիլա են խմելու, ես եւ ընկերներս ուշագնացության չափ հարբելու ենք։ 19-րդ խոսքը եւ մյուսն ասաց նրան, ես սեռական թրաֆիքինգի բիզնես ունեմ, այսօր կարևոր հանդիպում կա նոր բերած աղջիկների խմբի հետ, այնպես որ խնդրում եմ ինձ հրաժարված համարիր։ Երրորդն էլ ասաց նրան, ես եւ քարտուղարուհիս Հավայան կղզիներ ենք թռչելու։ Կինս մտածում է, թե գործուղման եմ գնում, մենք ամբողջ շաբաթ միասին ենք լինելու։ Կնոջս չասես, դա գաղտնիք է։ Միթե նրանք այդպես պատասխանեցին։ Ոչ։ Չեմ կարծում։ Ոչ, վերադառնանք եւ կրկին կարդանք։ Եվ ամենքը սկսեցին մեկ-մեկ ետ քաշվել։ Առաջինն ասաց նրան, ագարակ առա, եկեք կանգ առնենք, միթե հողատարածք գնելը մեղք է։ Եթե այո, ես լուրջ խնդիրներ ունեմ, քանի որ ես հողատարածք եմ գնել։ Ճիշտ է։ Բայց երբ հողատարածք գնելն ավելի կարևոր է դառնում, քան Տիրոջ խոսքին անմիջապես հնազանդվելը, այն մեղք է համարվում։ Անցնենք հաջորդին։ Եվ մյուսն ասաց. 5 լուծ եզառա։ Միթե 5 լուծ եզառնելը մեղք է, կամ թույլ տվեք ասել 21-րդ դարի լեզվով։ Նա բիզնես սարքավորումներ գնեց, միթե սարքավորումներ գնելը մեղք է։ Ոչ, հակառակ դեպքում բոլորս փորձանքի մեջ ենք։ Ճիշտ է։ Մենք գնումներ ենք կատարում Messenger International-ի համար։ Մենք մշտապես անում ենք դա մեղք չէ։ Բայց երբ գործը դառնում է ավելի կարևոր, քան հնազանդությունը Տիրոջը, այն համարվում է մեղք, անոմիա։ Անցնենք հաջորդին։ Եվ մյուսն ասաց, կին եմ առել, միթե ամուսնանալը մեղք է, եթե այո, բոլորս փորձանքի մեջ ենք։ Ոչ, ամուսնանալը մեղք չէ, բայց երբ կինը դառնում է ավելի կարևոր, քան Տիրոջն անմիջապես հնազանդվելը, կամ ամուսինը դառնում է ավելի կարևոր, քան Տիրոջն անմիջապես հնազանդվելը, դա մեղք է, ըստ մեղքի արմատական սահմանման եւ հիմքային հասկացության, ճիշտ է։ Ուզում եմ, որ տեսնեք այս մարդկանց վերջը, դուք պատրաստ եք։ Որովհետեւ ասում եմ ձեզ, թե այն կանչված մարդկանցից ոչ մեկը իմ ընթրիքը չի ճաշակի։ Նա ասաց, այդ մարդիկ չեն գտնվի հարցանեկան ընթրիքին, քանի որ նրանք գերադասեցին իրենց կամքն իմ կամքից։ Դուք հասկանում եք։ Ուրեմն այս առակում ոչինչ գրված չէ հանցագործների, մարմնավաճառների եւ թմրամոլների մասին, ոչինչ։ Ոչ, այդպես չէ։ Նրանք կան այստեղ։ Պատրաստ եք, եկեք կարդանք։ Եվ այն ծառան եկավ այս բաները պատմեց իր տիրոջը։ Այն ժամանակ տանտերը բարկացած ասաց իր ծառային. Դուրս գնա ճանապարհները եւ ցանգերը եւ ստիպիր, որ մտնեն, որ իմ տունը լցվի։ Ճանապարհների ու ցանկապատների մարդիկ են հանցագործները, մարմնավաճառները եւ անօրեն գործարարները։ Ինչ նկատի ունի Հիսուսը։ Նա նկատի ունի, որ գուցե վերջին օրերում եկեղեցի հաճախողները հարմարավետ զգան իրենց միայն քրիստոնյայի կարգավիճակ ունենալով։ Իսկ հանցագործներն ու մարմնավաճառները մտածեն. այնքան եմ հոգնել այս անօրեն կյանքից, ես Աստծուն եմ ցանկանում։ Այսպիսով, մեղքի հիմքային սահմանումը անհնազանդությունն է Աստծուն։ Հիսուսը խոսում էր վերջին օրերի մասին։ Հիշեք, որ նա ասաց ընթրիքի ժամանակ։ Ուզում եմ ցույց տալ եւս մեկ պնդում, որ Հիսուսն անում է ընթրիքի մասին, վերջին օրերի վերջի մասին։ Քանի որ աշակերտները եկան եւ ասացին, ինչպիսի նշաններ են լինելու անմիջապես քո երկրորդ գալուստից առաջ։ Հիսուսն ասաց, եւ անօրինության, սա նույն հունարեն բառն է, ինչ Հովանեսի առաջին թղթի 3:4-ում անումիան։ Եվ անօրինության շատանալու պատճառով եկեք կանգ առնենք։ Ինչու է անօրինությունը շատանալու վերջին օրերում։ Պողոսը մի փոքր հուշում է անում երկրորդ Թեսաղոնիկեցիների թղթում։ Նա ասում է. որովհետև այս անօրինությունը, նույն անոմիա բառը, արդեն գաղտնի կերպով գործում է։ Գոյություն ունի անօրինության գաղտնի զորություն, որը գործում է։ Այն հասարակության մեջ է։ Այդ զորությունն է, որ դրդում է մարդկանց ասել. ուզում եմ փոխարինել Աստծո կամքը իմ կամքով։ Վերադառնանք Հիսուսի խոսքերին, հիմա մենք կհասկանանք, եւ անօրինության շատանալու պատճառով շատերի սերը կսառչի, բայց ով որ մինչև վերջ համբերի, կփրկվի։ Այժմ արդյոք Հիսուսը խոսում է ամբողջ հասարակության մասին, անկեղծ ասած ոչ։ Անօրինությունը տարածված է հասարակության մեջ, բայց նա չի խոսում հասարակության մասին, նա խոսում է եկեղեցու մասին։ Եթե մտածեք այս մասին, սա վախ է առաջացնում, ողջամիտ վախ։ Որտեղից գիտեմ, որ նա խոսում է եկեղեցու մասին, ոչ թե հասարակության, քանի որ սեր բառն այս խոսքում հունարեն ագապե բառն է։ Ագապեն Աստծո սերն է, որը սփռվեց հավատացյալի սրտում։ Սա այն սերն է, որը Հիսուսի խոսքերով այս աշխարհը չի կարող ընդունել։ Ճիշտ է։ Այս խոսքում նա նկատի չունի այս աշխարհը։ Նա նկատի ունի հավատացյալներին։ Հիշեք, ֆիլեոն եւս մեկ հունարեն բառ է, Հիսուսն օգտագործում է ֆիլեոն։
Այս աշխարհն ունի ֆիլեոն ընկերական սերը։ Ագապեն այն սերն է, որն իր կյանքը դնում է ուրիշի համար, նույնիսկ երբ դա փոխադարձ չէ։ Հիսուսն ասաց. շատերի ագապեն, ոչ թե քչերի, կսարչի։ Ինչու? Անօրինության շատանալու պատճառով։ Հիշեք, Եբրայեցիների 3-րդ գլխում գրված է, որ մեղքի խաբեությունը խստացնում է մեր սիրտը։ Այսպիսով, շատերի սերը կսարչի, բայց ով որ մինչև վերջ համբերի կփրկվի։ Դուք չեք մոտենա որևէ մեղավորի փողոցում եւ չեք ասի, եթե մինչև վերջ համբերես ընթացքիդ մեջ կփրկվես։ Նա նույնիսկ իր ընթացքը չի սկսել։ Իրենց ընթացքը սկսել են միայն նրանք, ովքեր արդեն փրկված են։ Հիսուսը նկատի ունի, որ վերջին օրերում անօրինության ծածուկ զորությունը գործելու է եկեղեցում։ Մենք տեսնում ենք այս անօրինության զորությունը Սավուղ թագավորի կյանքում։ Եթե հիշում եք, մինչև թագավոր դառնալը Սավուղը շատ խոնարհ էր։ Հիշեք, որ նա թաքնվել էր իրերի ետևում։ Նա չէր ուզում այդ պաշտոնը, բայց երբ նա սկսեց գովեստներ ստանալ, երբ մարդիկ սկսեցին կարևոր համարել նրան, այն մեծ հաղթանակի պատճառով նրա թագավորության սկզբում, երբ նա 12 կտոր արեց ցլերին, ուղարկեց դրանք եւ մեծ հաղթանակ տարավ։ Այժմ նա էր ամենակարևորը։ Նա նույնիսկ արձան կառուցեց իր համար։ Ահա թե ինչի մասին էր Սամուելն ասում նրան. ահա դու, որ քո աչքերին փոքր էիր երևում, այլ կերպ ասած, երբ նոր էիր ստանձնել քո պաշտոնը, Աստված ինչ որ բան է պատվիրում նրան։ Նա չի հինազանդվում, քանի որ փղշտացիները շատանում են։ Սամուելը փոխանցել էր նրան Տիրոջ խոսքը. սպասիր մինչև որ գամ եւ մատուցեմ զոհը։ Սավուղի զինվորները խոճապի են մատնվում։ Նրանք փախչում են թփուտների մեջ, անցնում են գետը, նրա բանակն ամեն օր ավելի է փոքրանում։ Փղշտացիների բանակը հասնում է 30,000-ի, Սավուղի բանակը նվազում է մինչև 2,000-ը։ Եվ նա ասում է. այստեղ բերեք զոհը եւ ես կմատուցեմ այն։ Եվ հենց որ նա ավարտում է, Սամուելն ասում է. դու հիմարություն արեցիր, թագավորությունը պատրվելու է քեզնից։ Դրանից հետո Աստված պատվիրում է Սավուղին. ուզում եմ, որ բնաջինջ անես ամաղեկին։ Դա այն վրեժն է այն բանի համար, թե ինչ արեցին նրանք Իսրայելին։ Սավուղը հավաքում է իր բանակը եւ հնազանդվում է Աստծո պատվերին։ Նա սպանում է ենթադրենք ամաղեկում 100,000 մարդ կար։ Նա սպանում է 99,999 մարդու։ Աստված ասում է. սպանիր բոլոր կենդանիներին։ Նա սպանում է բոլորին բացի ամենալավերից։ Նա խնայում է միայն թագավորին եւ ամենալավ կենդանիներին։ Ինչու է նա այդպես վարվում, քանի որ այդ ժամանակ, եթե թագավորը մի ազգի էր նվաճում եւ ողջ բերում էր այդ ազգի թագավորին իր պալատ, որպես տրուկ, դա կենդանի հաղթանշան էր։ Ամեն անգամ նայելով նրան, նա հիշում էր, որ մի ամբողջ ազգ էր նվաճել։ Ինչու է նա տալիս ժողովրդին ամենալավ կենդանիները, որպես երիտասարդ թագավոր նա ուզում էր բարձրացնել իր վարկանիշը։ Այսպիսով, նա կատարեց իր կամքը եւ չհնազանդվեց Աստծուն։ Նա կատարեց Աստծո պատվերի 99.9%-ը։ Բայց ահա մի ճշմարտություն, որն ուզում եմ գրի առնեք. մասնակի հնազանդությունը ոչ թե հնազանդություն է, այլ ապստամբություն։ Ուզում եմ, որ գրի առնեք սա։ Հիշում եմ մի հովվի, որի հետ զրուցում էի։ Նա վհատված էր, քանի որ նրա դեռահաս որդին ասում էր. հայրիկ, ինչու չես տեսնում իմ արած 90%-ը, այլ տեսնում ես այն 10%-ը, որ չեմ արել։ Ես ասացի. այդ երիտասարդը պետք է կարդա Սավուղի մասին։ Սավուղը կատարեց իրեն պատվիրածի 99.9%-ը, սակայն Սամուելն ապստամբություն անվանեց դա։ Մենք մի տեսանյութ ունենք։ Մեր թիմը մի գերազանց տեսանյութ է պատրաստել այն մասին, որ 99%-ը կատարելը բավական չէ։ Եկեք դիտենք։ Ողջույն մրցավազք հաղորդաշարում ես Ալ Կոլստոնն եմ Բև Ջոնսոնի հետ։ Ողջույն Բև։ Ողջույն, ինչպես ես, Ալ։ Հրաշալի, սա նշանավոր օր է մրցավազքում։ Այս տարի շատ վազողներ են փայլուն արդյունքներ ունեցել, բայց բոլորի ուշադրությունը մեկ մարզիկի վրա է։ Ո՞ր մարզիկի, Ալ։ Յան Դեքերի Բև, Յան Դեքերի։ Նա ծնվել է սովորական ընտանիքում եւ դարձել աշխարհի լավագույն վազողներից մեկը եւ նորանոր ռեկորդներ է սահմանում։ Եթե նա շարունակի պահպանել այս տարվա արդյունքները, մեզ յուրահատուկ եթեր է սպասում։ Եկեք միանանք Թամարային, որը լուսաբանում է մրցավազքն ուղիղ եթերով։ Մենք Սանտա Ֆե վազքուղում ենք եւ սպասում ենք վազողներին։ Այստեղ կան Յան Դեքերի երկրպագուներ։ Մենք սպասում ենք, որ Յանը կավարտի առաջինը եւ նոր համաշխարհային ռեկորդ կսահմանի։ Նա կարող է հայտնվել ամեն վայրկյան։ Բոլորն այստեղ ոգևորված են, Բև։ Ես չեմ կարող զսպել ոգևորությունս, Ալ։ Ոչ ոք չի կարող։ Յան Դեքերը գալիս է։ Նա համաշխարհային ռեկորդ է սահմանելու, ետևում թողնելով բոլորին։ Նա գալիս է դեպի եզրագիծը եւ կանգ է առնում։ Նա չգիտի թե որտեղ է։ Համոզված չեմ։ Չգիտեմ։ Գուցե նա գերհոգնած է կամ շփոթված։ Ինչ է կատարվում։ Ալ, նա պետք է հատի այդ եզրագիծը։ Դա մրցավազքն ավարտելու պայմաններից մեկն է։
Նա կարծես տոնում է իր հաղթանակը, ինչ ես մտածում այս մասին։ Համարձակ մարտավարություն է Բև։ Նա հաղթական պար է ապարում։ Կարող եմ ասել, որ նրա մարզիչը շատ անհանգիստ է։ Ինչ ես անում։ Հատիր եզրագիծը, հատիր։ Ես գիտեմ։ Ինչ վերաբերում է մարզչին, ես երբեք չեմ տեսել նման շարժուձև։ Նա նման է բարկացած լամայի, որի բերանից փրփուր է թափվում։ Այո, իսկապես թվում է Յանը փորձում է խոսել մեր թղթակից Թամարայի հետ, որը լուսաբանում է մրցավազքը։ Թամարա, դու կրկին եթերում ես։ Ողջույն Թամարա։ Թամարա, թույլ տուր ասել, որ դու անկրկնելի ես։ Գիտեմ, Ինչ վերաբերում է անկրկնելին, ինչպես անցավ վազքը։ Սպասեք, մայրիկ ուզում եմ ասել քեզ, դու կարծում էիր, որ ես երբեք ոչինչ չեմ ավարտի կյանքում, ոչինչ։ Բայց գիտեք ինչ, նա սխալվում էր։ Միթե ես ճիշտ չեմ։ Նրանք սխալվում էին, այո։ Տեսեք։ Այո, գերազանց է։ Ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում։ Գիտես, Սալ, չգիտեմ, թե ինչ է անցնում նրա մտքով։ Նա պետք է շտապի, քանի որ կարծես Բրայան Էլիոտն արդեն հասնում է նրան։ Լավ, ահա նա հասնում է։ Նա զբաղեցնելու է առաջին տեղը, Աստված իմ։ Երկրորդ տեղն առաջին անհաջողակինն է։ Եվ Բրայան Էլիոտը պաշտոնապես առաջին տեղում է։ Հեյ նայիր, ահա այս մրցանակը մասնակցության համար։ Լավ է, որ գոնե տեղ հասար։ Չգիտեմ, թե ինչ կատարվեց այսօր բոլոր մարզումներից հետո եւ հանուն ինչի։ Թվում է Յանը չգիտի վազքի կանոնները։ Սա կարող էր պատմական իրադարձություն դառնալ, բայց առանց ավարտելու մեդալ չեն ստանում։ Ձեզ հետ էին Ալը, Բևը եւ Թամարան ուղիղ եթերով։ Շնորհակալություն մրցավազքին միանալու համար։ Ներկայացնում ենք Messenger X-ը, նյութերի ներբեռնման եւ հոսքային հեռարձակման լիովին նոր հարթակ։ Այն աշակերտական նյութերի ամբողջական թվային դարան է Ջոն եւ Լիզա Բիվերներից։ Պարունակում է վիդեո ուսուցումներ, աուդիո գրքեր, էլեկտրոնային գրքեր, կարճամետրաժ ֆիլմեր, աստվածաշնչեր եւ ավելին։ Այս նոր հարթակը կարելի է օգտագործել ձեր բոլոր սարքերով։ Այն լիովին անվճար է ավելի քան 130 լեզուներով։ Աշակերտություն յուրաքանչյուրի համար ամենուր։ Ներբեռնեք հավելվածը կամ այցելեք messengerx.com։ Լավ տեսանյութ է, այնպես չէ։ Կարծում եմ 99%-ը բավական չէ մրցանակը շահելու համար։ Եվ հիշեք, Պողոսը սովորեցնում է, որ այնպես վազենք մեր ասպարեզը, որ մրցանակ ստանանք։ Մեր նպատակը 99% հնազանդությունը չէ։ Աստվածաշունչն ասում է, եթե մենք մեղանչենք, գրված չէ երբ մեղանչենք, այլ եթե մեղանչենք, անհնազանդ լինենք, մենք բարեխոս ունենք։ Միթե հրաշալի չէ։ Բայց հավատացյալի նպատակը Աստծո ասացի 90%-ը կատարելը չէ։ Մեր նպատակն է կատարել 99.9%-ը։ Իհարկե, դուք հասկացաք։ Հավատացյալի նպատակն է կատարել 100%-ը։ Ես ստուգում եի, թե արդյոք դուք արթուն եք։ Թույլ տվեք մի պահ շեղվել թեմայից, ըստ էության Սամուելը դրդում էր Սավուղին խոստովանել իր մեղքը, քանի որ Սավուղը բարդում էր մեղքը ժողովրդի վրա։ Ես կատարեցի այն, ինչ Աստված պատվիրեց ինձ։ Ոչ, չկատարեցիր։ Այս ինչ ոչխարների ձայներ են, ժողովուրդը ստիպեց ինձ։ Նրա խիղճն անզգայացած էր։ Ես կբացատրեմ, թե ինչպես է գործում մեր խիղճը։ Եկեք հասկանանք սա մեր իսկ օրինակով։ Հիշեք, այնպիսի դեպք, երբ խոսում էիք ինչ-որ մեկի մասին, եւ ձեր խոսքերը դրական չէին, դրանք բացասական եւ քննադատող էին, եւ այնպես էիք զգում, ասես ձեզ դանակով խոսել էին։ Հիշում եք այդ զգացումը։ Դա ձեր խիղճն է։ Դուք զգում եք այդ դանակի հարվածը, սակայն արդարացնում եք ձեր ասածը։ Դուք անտեսում եք դա եւ ասում, բայց այն, ինչ ես ասել եմ, ճիշտ է, եւ ձեր սիրտը ծածկվում է քողով։ Հակոբոսի 1:22 Խոսքը անող եղեք, ոչ միայն լսողներ ձեր անձերը խաբելով։ Մոլորություն կոչվող մի քող ծածկում է ձեր սիրտը։ Ինչ է լինում հաջորդ անգամ, երբ խոսում եք այդ մարդու մասին, դուք զգում եք ոչ թե դանակի հարված, այլ կսմթոց, եւ դուք ասում եք, բայց իմ ասածը լիովին ճիշտ է, ձեր սիրտը ծածկվում է եւս մեկ քողով։ Հաջորդ անգամ, երբ խոսում եք այդ մարդու մասին, կսմթոցի փոխարեն դուք թեթև ծակոց եք զգում։ Դուք ասում եք, ես ճիշտ եմ ասում, անտեսելով այդ թեթև ծակոցը։ Հաջորդ անգամ, երբ խոսում եք այդ մարդու մասին, այլևս ոչինչ չեք զգում, ձեր խիղճը տաղվել կամ անզգայացել է։ Հիշում եք Պողոսի խոսքերը, ես ծառայում եմ Աստծո մաքուր խիղճմտանքով։ Սա ամենակարևորն է, ինչ կարող եք անել, մեր խիղճը մաքուր պահելը։ Ինչպես անել դա, անմիջապես ապաշխարելով եւ ասելով Աստված ների ինձ։ Եվ գնում եք այդ մարդու մոտ ու ասում, խնդրում եմ ների ինձ։ Ես անհնազանդ էի քեզ, Աստված ների ինձ։ Դուք հասկանում եք, իսկ ինչ է կատարվում, երբ մենք անզգա ենք, երբ անկարող ենք լսել, երբ չենք լսում Սուրբ Հոգու ձայնը։ Գիտեք թե որն է Աստծո հաջորդ քայլը, նա ուղարկում է մեզ մոտ ինչ-որ մեկին։ Գուցե ընկերոջ, կամ հովվի, կամ գործընկերոջ, որն աստվածապաշտ է, Սավուղի պարագայում դա Սամուել մարգարեն էր։ Եթե մենք չենք լսում ընկերոջը, գիտեք թե որն է հաջորդ քայլը։
Այն կոչվում է նեղություն կամ պատիժ։ Եկեք կարդանք, թե ինչ ասաց Պողոսը Կորինթոսի եկեղեցուն։ Այս խոսքն այնքան բան է բացահայտում։ Նա ասում է, որովհետև եթե մենք դատեինք մեզ, մենք չենք դատվի։ Խոսքն այստեղ եկեղեցու մասին է։ Երկու դատել բառերն այս խոսքում տարբերվում են հունարենում։ Առաջինը դիակրինո բառն է, որը նշանակում է մանրակրկիտ ձևով առանձնացնել։ Երկրորդ բառը կրինոն է, որը նշանակում է պատժել։ Այժմ ուշադիր եղեք, ես կներկայացնեմ բիվերի շրջասությունը, որովհետև եթե մենք քննեինք մեզ եւ հեռացնեինք անհնազանդությունը, մենք չէինք պատժվի։ Դուք հասկանում եք, այժմ հաջորդ խոսքը այն զարմանալի է, բայց երբ մենք դատում ենք հունարեն կրինո բառը, մենք խրատվում ենք։ Ես ցույց կտամ ձեզ այս նոր բառը։ Ես չեմ էլ կարող արտասանել այն։ Տիրոջից, կարդացեք սա, մենք խրատվում ենք Տիրոջից։ Նա դիմում է եկեղեցուն, որպեսզի չդատապարտվենք այս աշխարհի հետ։ Ինչ է այն նշանակում։ Կրինոն նշանակում է պատժել, բայց պատժվելով մենք խրատվում ենք։ Խրատվել բառը նշանակում է պատժել վարքը բարելավելու համար, որպեսզի չդատապարտվենք։ Դատապարտվել բառը նշանակում է դատավճիռ ստանալ, կրակել լիճն ուղարկվելու համար։ Ես շրջասության կենթարկեմ նաև այս խոսքը։ Սա բիվերի շրջասությունն է, բայց երբ մենք պատժվում ենք որպես երեխաներ, մենք խրատվում ենք Տիրոջից մեր վարքը բարելավելու համար, որպեսզի չդատապարտվենք այս աշխարհի հետ։ Հիշում եք, թե ինչ ասաց Դավիթը։ Հիշում եք, թե ինչ ասաց Դավիթը։ Մինչև պատժվելը ես շեղվում էի։ Մինչև պատժվելը ես շեղվում էի, բայց հիմա պահում եմ քո խոսքը։ Ես մի երիտասարդական համաժողով էի անցկացնում Տեխասում։ Դա վաղ 1990-ականներին էր։ Հիշում եմ առաջին օրվա հավաքույթը։ Ես այդտեղ էի ամբողջ շաբաթ։ Կարծում եմ չորեքշաբթի օրվանից մինչև շաբաթ երեկոյան այդ քրիստոնյա երիտասարդների մեջ այնպիսի ապստամբություն եւ խստասրտություն կար։ Ես քարոզում էի հնազանդության մասին, նրանք ամեն երեկո առաջ էին գալիս եւ շարունակ ապաշխարում էին։ Եվ մթնոլորտն ամբողջությամբ փոխվում էր։ Ես կարծում էի, որ վերջին երեկոյի ժամանակ ճեղքման ծառայություն էր լինելու։ Ես եկա հավաքույթի եւ մթնոլորտը ծանր էր։ Առաջարկեցի բոլորին աղոթել, այդտեղ շուրջ 150 պատանի կար։ Ես ասացի, եկեք աղոթենք։ Աստված խոսեց սրտից եւ ասաց, դեռ կա մեկը, որը ապստամբության մեջ է իմ դեմ։ Տուր նրան ապաշխարելու եւս մեկ հնարավորություն։ Ես տվեցի այդ հնարավորությունը։ Մի քանիսն առաջ եկան, բայց ես գիտեի, որ այդ անձնավորությունը չէր եկել։ Ես ավելի խիստ մի կոչ արեցի, բայց նա չարձագանքեց, եւս մեկ անգամ, բայց նա չարձագանքեց։ Ի վերջո ես թեթևություն զգացի։ Ես աղոթեցի արձագանքողների համար։ Այդ երեկո մենք ճեղքման ծառայություն ունեցանք։ Այն զարմանալի էր։ 6 ամիս անց ինձ զանգեց այդ ծառայության հովիվը։ Նա ասաց, Ջոն, ես պետք է մի պատմություն պատմեմ քեզ։ Ես ասացի, իհարկե, լսում եմ։ Նա ասաց, մեր ծառայության մեջ մի աղջիկ կար, որը շատ բարդ վարք ուներ։ Նա խիստ հակառակվող, հպարտ եւ ապստամբ էր։ Նա լուրջ խնդիրներ էր ստեղծում։ Այն երեկո, երբ դու կոչ արեցիր, ես գիտեի, որ դա նրան էր վերաբերում։ Հիմա կպատմեմ, թե ինչ կատարվեց, երբ արեցի այդ կոչը վերջին օրը։ Աստված ասաց ինձ, ասա նրան, որովհետև ես չգիտեի, որ դա աղջիկ էր։ Ասա նրան, որ եթե նա չարձագանքի, դատաստանի կենթարկվի։ Եվ ես ասացի դա։ Սուրբ Հոգին ասաց, ուզում եմ, որ ասես նրան դատաստանի մասին։ Ասա նրան, թե ինչպիսին է լինելու խրատը։ Եվ ես ասացի, դու ճակատային ավտովթարի ես ենթարկվելու 3 շաբաթ անց։ Ես ասացի դա, սա տեղի է ունեցել միայն մեկ անգամ իմ ծառայության 35 տարում։ Ես դողում էի, երբ ասացի դա, բայց գիտեի, որ Աստծուց էր։ Նա զանգեց ինձ 6 ամիս անց եւ ասաց, այդ աղջիկը հակառակվող էր, ամենավատն էր մեր ծառայության մեջ։ Երիտասարդական համաժողովից 3 շաբաթ անց ճակատային ավտովթարի ենթարկվեց։ Նա շատ ծանր վիճակում էր։ Նա դուրս գրվեց եւ այսօր ամենակրակոտ ծառայողն է մեր երիտասարդական ծառայության մեջ։ Ինչու է Աստված պատժում։ Վարքը բարելավելու համար։ Մինչև պատժվելը ես շեղվում էի, բայց հիմա պահում եմ քո խոսքը։ Դուք հասկանում եք, մենք շեղվեցինք մեր թեմայից, վերադառնանք Սավուղ թագավորին։ Սավուղն անհնազանդ էր եւ Սամուելն ասաց նրան հետեւյալը. ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք Սամուելի վերջին խոսքերին։ Նա ասում է, ապստամբությունը կախարդության մեղքի պես է։ Տեսնում եք, որ պես բառը շեղագրով է։ Դուք տեսնում եք։ Պատճառն այն է, որ այս բառը չկա եբրայերեն բնագիր տեքստում։ Ահա թե ինչ է գրված բառացի թարգմանության մեջ։ Ավելի ճիշտ, թարգմանություն է պես բառը բաց թողնելը։ Ահա թե ինչպես սա պետք է թարգմանվի։ Ապստամբությունը կախարդություն է։ Այլ բան է ասելը, որ այն կախարդության պես է, եւ այլ բան է ասելը, որ այն կախարդություն է։ Երբ երիտասարդական ծառայության հովիվ էի Օրլանդոյում, Ֆլորիդայում,
Դուք հիշում եք դա անցած դասից, այնպես չէ։ Օրլանդոյում շատ տարօրինակ բաներ էին կատարվում։ Օրլանդոյից դուրս մի փոքր քաղաք կար, Կասադագա անունով, որտեղ կախարդների բազմաթիվ խմբեր կային։ Նրանցից շատերը գալիս էին մեր հավաքույթներին եւ փրկվում էին։ Դա հրաշալի էր։ Խոսելով այդ պատանիների հետ, որոնք միացել էին կախարդների խմբերին, մենք որոշ բաներ իմացանք։ Նրանք պատմում էին հետևյալը, երբ միանում էինք այդ կախարդների խմբերին, առաջնորդները ասում էին. «Ապօրինի սեռական կապեր ունեցեք, հարբեք, գողացեք»։ Նրանք պատվիրում էին խախտել Աստծո, հասարակության եւ մեր ծնողների բոլոր կանոնները։ Եվ սովորեցնում էին, որ որքան ապստամբեինք, այնքան ավելի մեծ ուժ կստանայինք։ Իրենց հոժարաբար սատանային հանձնող մարդիկ հասկանում են այս սկզբունքը։ Իսկ ինչ վերաբերում է անտեղյակներին, անտեղյակ մարդիկ շփոթում են անհնազանդությունը ազատության հետ։ Ավելի ուշ, երբ արդեն երիտասարդական ծառայության հովիվ չէի, մի անգամ մի հյուրանոցային համարում էի եւ միացրի հեռուստացույցը, եթերում կարծեմ 60 րոպե կոչվող հաղորդումներ։ Ես հանգստանում էի հավաքույթից հավաքույթ ընդմիջումներին եւ ցանկացա ինչ-որ բան դիտել։ Դա հատուկ հաղորդում էր սատանայական Աստվածաշնչի մասին։ Հիշում եմ, որ երբ տեսա դա, ուզում էի փոխել ալիքը, բայց Սուրբ Հոգին ասաց՝ մի փոխիր, նայիր։ Դա 60 րոպե կոչվող հաղորդումն էր, կամ գուցե Dateline-ը, արդեն հստակ չեմ հիշում, բայց հաղորդավարն ասաց. Անտոն Լավեի կողմից գրված սատանայական Աստվածաշնչի առաջին պատվիրանն է. Արա, ինչ ուզում ես։ Արա, ինչ ուզում ես։ Արա, ինչ ուզում ես։ Տեսնելով դա, ես բացականչեցի այդ հյուրանոցային համարում։ Սա Հիսուսի խոսքերի ճիշտ հակառակն է, քանի որ Հիսուսն ասաց հետևյալը. Իմ կամքը չեմ որոնում, այլ ինձ ուղարկող Հոր կամքը։ Սաղմոս 2-ն ասում է, քո կամքը կատարելը իմ բերկրանքն է, ով Աստված։ Ըստ սատանայական Աստվածաշնչի, որքան ապստամբեք, այնքան դուռն ավելի լայն կբացվի։ Եթե հիշում եք, Աստված ասաց Կայենին, եթե միայն հնազանդվես ինձ, դու կփակես դուռը մեղքի ցանկության համար։ Մեղքն ուզում է մտնել քո կյանք, բայց դուք կարող եք իշխել դրան, ինձ հնազանդվելով։ Սակայն նա չարեց դա, նա սպանեց իր եղբորը եւ պաշտպանությունը հեռացավ նրանից։ Մենք մտածում ենք, որ Աստված չար է, Աստված ասում է ոչ, ես սիրող հայր եմ, ով փորձում է պաշտպանել քեզ կործանումից, խոցելիությունից, մահից, բոլոր նման բաներից, նեղություններից։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր հոժարաբար տրվում են մեղքին, անտեղյակ մարդիկ շփոթում են անհնազանդությունը ազատության հետ։ Ճիշտ է, իսկ ճշմարտությունը հետևյալն է. դուք պատրաստ եք։ Ապստամբության մեջ չկա ազատություն, ապստամբության մեջ չկա ազատություն։ Նոր կտակարանը, ես ուզում եմ անցնել նոր կտակարանին։ Ես ցույց կտամ ձեզ, թե ինչ են գրել Պողոսը, Պետրոսը եւ ինչ է ասել Հիսուսը, որպեսզի պարզորեն հասկանանք սա, քանի որ գոյություն ունի շնորհքի անառողջ ուսմունք, որը խրախուսում է մարդկանց, որ չարժե անհանգստանալ մեղքի համար։ Շնորհքը ծածկում է քեզ, դու ոչ մի խնդիր չունես։ Բայց ահա թե ինչ է ասում նոր կտակարանն այս մասին։ Առաջինը Պետրոսն ասում է. Նրանք, այն առաջնորդները, որոնք խրախուսում են անհնազանդությունը, խոստանում են ազատություն, բայց իրենք էլ մեղքի եւ ապականության ստրուկներ են։ Քանի որ դու այն բանի ստրուկն ես, ինչը վերահսկում է քեզ։ Պետրոսն ասում է, որ եթե դուք որպես հավատացյալ տեղի եք տալիս մեղքին, դուք ստրուկ եք դառնում։ Ահա Պողոսի խոսքերը, որին տրվել է հայտնությունը շնորհքի մասին։ Նա ասում է. չեք հասկանում, որ դուք կարող եք ընտրել ձեր տիրոջը, սա Հռոմեացիների թուղթն է, դուք կարող եք ընտրել մեղքը կամ հնազանդությունը։ Նա ում դուք ներկայացնեք ձեզ կընդունի ձեզ եւ կլինի ձեր տերը, իսկ դուք կլինեք նրա ստրուկը։ Ապստամբության մեջ ազատություն չկա։ Դրանում միայն ստրկություն կա։ Ահա Հիսուսի խոսքերը։ Հիսուսն ասում է, ով մեղք է գործում եւ մեղքի մեջ է, մեղքի ստրուկն է։ Ահա թե ինչու Պողոսը, որը ստացել էր շնորհքի հայտնությունը, ասում է. թլփատությունը ոչինչ է եւ անթլփատությունը ոչինչ է։ Մենք հեթանոսներ ենք, մենք թլփատված չենք։ Կարևորը Աստծո պատվիրանները պահելն է։ Հասկանում եք, թե ինչի է դրդում շնորհքի մասին անառողջ ուսմունքը, որպեսզի մարդիկ կարևոր չհամարեն պատվիրանները պահելը, բայց բարի լուրն այն է, որ եթե սովորեցնենք իրական շնորհքը, այն կզորացնի, որ կատարենք այն, ինչ չենք կարող մեր ուժերով։ Ես չէի կարողանում հնազանդվել Աստծուն իմ ուժերով, շարունակ փորձում եւ ձախողվում էի, մինչեւ որ բացահայտեցի, որ շնորհքը զորություն է տալիս ինձ, որ կատարեմ ճշմարտության պահանջները։ Դուք հասկանում եք։ Եկեք ամփոփենք այս դասը։ Սատանայի գլխավոր նպատակն է ներկայացնել ձեզ այն, ինչը կործանարար է ձեզ համար որպես բարիք։ Այն, ինչ նա ներկայացնում է որպես բարիք, ի վերջո կործանելու է ձեզ։ Ահա
ճշմարտությունը։ Դուք պատրաստ եք։ Աստվածային իշխանությանը հպատակվել եք ապահովի պաշտպանություն, մատակարարում եւ խաղաղություն։ Չգիտեմ ձեզ ինչպես, բայց ինձ դուր են գալիս այս երեքը։ Հաջորդ դասին կխոսենք լիազորած իշխանության մասին, այն առավել հետաքրքիր է լինելու։ Կտեսնվենք հաջորդ դասին։ Ներկայացնում ենք Messenger X-ը, նյութերի ներբեռնման եւ հոսքային հեռարձակման լիովին նոր հարթակ։ Այն աշակերտական նյութերի ամբողջական թվային դարան է Ջոն եւ Լիզա Բիվերներից։ Պարունակում է վիդեո ուսուցումներ, աուդիո գրքեր, էլեկտրոնային գրքեր, կարճամետրաժ ֆիլմեր, աստվածաշնչեր եւ ավելին։ Այս նոր հարթակը կարելի է օգտագործել ձեր բոլոր սարքերով։ Այն լիովին անվճար է ավելի քան 130 լեզուներով։ Աշակերտություն յուրաքանչյուրի համար ամենուր։ Ներբեռնեք հավելվածը կամ այցելեք messengerx.com։